պետություն քաղաքացի հարաբերությունը հետևյալն է, իմ պատկերացումը, որ պետությունը պետք է ուժեղացնի մարդուն, մարդը պետք է ուժեղացնի պետությանը։ Եվ հարցը ծագումից ինչպես պետք է պետությունը ուժեղացնի մարդուն։ Ես տենց որ ուզում եմ մի քիչ ավելի սովորականից դուրս խոսեմ, ասում եմ դրա համար կա 3 գործիք մարդուն ուժեղացնելու։ Առաջինը կրթությունն է, երկրորդը կրթությունն է, երրորդը կրթությունն է։ Այսինքն ես համոզված եմ, որ մարդուն ուժեղացնելու միայն մի ձև կա՝ կրթություն։ Եվ իմիջիալով ձեր բարձրացած բազմաթիվ հարցերի լուծումը էլի կրթությունն է։ Եվ այդտեղից է ծնվել 300 դպրոց, 500 մանկապարտեզի ծրագիրը, ակադեմիական քաղաքի ծրագիրը, եւ ես կարծում եմ, որ այսօրվա շատ խնդիրներ մենք պետք է լուծենք մանկապարտեզ եւ դպրոց կառուցելով, որտեղ կրթությունը լինի պատշաճ մակարդակի, բայց բնական ռեակցիա կլինի, որ մի րոպե դպրոցի եւ մանկապարտեզում միջով process-ներ տեղի ունենան, որ իրանք երկրի մասշտաբով արդյունք ունենան, 10 տարի, 20 տարի, գուցե 30 տարի կանցնի։ Բայց խնդիրն է, որ այսօր ինչ որ մի անցյալ կետից 10 տարի, 20 տարի, 30 տարի անցավ։ Եվ նույն քրեական ենթամշակույթի մասին, որ խոսում եք, դա ինչ խնդրեմ է, դա առաջին հերթին կրթական խնդրեմ է։ Բայց առաջին հերթին երեխեքի կրթական խնդրեմը չի։ Առաջին հերթին երեխեքի ծնողների կրթական խնդրեմն է, առաջին հերթին երեխեքի ծնողների հարևանների կրթական խնդրեմն է, նրանց միջավայրի կրթական խնդրեմն է։ Ես նույնիսկ կառավարության նիստում եմ դրա մասին խոսեմ մի քանի անգամ, երբ որ մեր բազմաթիվ տեղերում, Երևանում, մարզերում եւ այլն, երեխաները, հատկապես տղա երեխաները սկսում են առաջին նախադասություններն ասել, հարազատներ մեծ հաճույքով նրանց սկսում են, ասենք, հայհոյանքներ սովորացնել։ Հետո հավաքվում են եւ սկսում են ուրախանալ դրա վրա։ Հետևաբար, այսօրվա մեր բոլոր խնդիրների լուծումը ես տեսնում եմ կրթության ոլորտում ներդրում անելու մեջ։ Հիմա մենք անդադ ասում ենք 300 դպրոց 500 մանկապարտեզ ծրագիրը, որ ավարտվեց, ինչ է լինելու։ Լինելու է ուրիշ 300 դպրոց, մանկապարտեզը 500 չենք ասում, որովհետև վստահ չենք, որ 500 մանկապարտեզի անհրաժեշտություն կլինի, բայց Հայաստանում առաջիկա տարիներին մեր հաշվարկներով մենք մոտավորապես 800, գուցե 900 դպրոց պետք է կառուցվի։